այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Ռուզաննա Չաչոյանին, նրա հետ խոսելու ենք սահմանադրական փոփոխությունների մասին, ՔՊ-ի առաջարկած սահմանադրական փոփոխությունների։ Բարև ձեզ, Ռուզաննա։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նախ հրավերի համար։ Հարգելի հայրենակիցներ, վերջին ամիսներին մեր երկրում էլի շրջանառության մեջ է մտել, այսինքն երկրի իշխանությունների կողմից էլի բարձրացվել է սահմանադրության փոփոխության հարցը։ Իշխանությունները հայտարարում են, թե սա անհրաժեշտ քայլ է պետությունը նոր, այսպես ասած, փուլ տանելու համար, բայց այստեղ շատ հստակ հարց է առաջանում, որը որ պատասխան չունի, ում համար է գրվում այդ նոր սահմանադրությունը, ժողովրդի թե իշխանության։ Մենք բոլորս գիտենք, որ սահմանադրությունը մեր պետության հիմքն է, այսինքն սահմանադրությունը շատ կարևոր փաստաթուղթ է, որի վրա են հենց կառուցվում օրենքը, արդարությունը, իրավունքը եւ ինչու ոչ նաեւ իշխանությունների հաշվետվողականությունը։ Եթե այդ հիմքը գրվում է առանց, այսպես ասած, ժողովրդի մասնակցության, ապա դա բնականաբար կորցնում է իր արժեքը։ Այսօր ցավոք տեսնում ենք, որ այս գործընթացը կոնկրետ իրականացվում է փակ դռների ետևում, այսինքն հանրային քննարկումներ գրեթե չկան, գրեթե բացարձակ ոչ մի այդպես հանրային քննարկումներ չեն իրականացվում, որը որ պարտադիր է, հա, այս պարագայում, եթե փոխվում է սահմանադրություն, պարտադիր է հանրային քննարկումները, չի ներկայացվում իշխանության կողմից ինչ որ, այսպես ասած, սահմանադրության փոփոխության վերաբերյալ բացատրություններ կամ ներկայացվող բացատրությունները չափազանց ընդհանուր են եւ բացարձակ մատչելի չեն ժողովրդի համար, ոչ ոք հստակ չի ասում ինչու է փոփոխվում սահմանադրությունը, ինչ է փոփոխվում, հա, եւ ինչ ազդեցություն է ունենալու սահմանադրության փոփոխությունը ժողովրդի կյանքի որակի վրա, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Սա արդեն եւ մտահոգիչ է, ելի հայրենակիցներ, եւ արդեն վտանգավոր է դառնում, որովհետեւ սահմանադրությունը չի կարող փոփոխվել ուղղակի մի քանի քաղաքական, այսպես ասած, գործիչի շրջանակներում, հա, իրենց շրջանում, այն պետք է ստեղծվի, նախ սկսենք նրանից հանրային քննարկումների արդյունքում եւ մասնագիտական կարծիքների արդյունքում, ինչպես նաեւ քաղաքացիական վերահսկողության արդյունքում, որ շատ կարեւոր է։ Բայց քանի դեռ սահմանադրության փոփոխությունների մեջ նաեւ ռիսկեր կան, այդ ռիսկերից խոսեք, օրինակ նաեւ քաղաքական հայտարարություններ կան, որ սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով, դրա մասին ինչ կասեք։ Տեսեք, այստեղ սահմանադրական փոփոխությունների ռիսկները այո մեծ են ու այստեղ երկակ է, նախ ասեմ, որ խախտվում է իրավական կայունությունը, այսինքն քաղաքացիները կորցնում են, հա, պետության հանդեպ իրենց վստահությունը, երկրորդ ռիսկ կայանում է նրանում, որ իշխանությունը, այսպես ասած, սահմանադրության փոփոխության միջոցով կարող է ուժեղացնել իր վերահսկողությունը, հա, դատական եւ օրենսդիր համակարգերի, այսպես ասած, նկատմամբ, իսկ ինչը բնականաբար հակասում է ժողովրդավարությանը։ Իսկ կներկայացնեք, ասենք, այս փոփոխություններով ընդհանրապես իրենք առաջարկում են ինչ-որ ծրագիր կա, տենց, ասենք, համացանցում կամ իրենք հրապարակել են ինչ-որ նոր սահմանադրության օրինակ, թե տենց դեռ խոսակցությունների մակարդակում են։ Չէ, չեն հրապարակել, ինչպես ես սկզբից նշեցի, այս գործընթացը հիմնականում իրականանում է փակ դռների ետևում, որը որ բնականաբար արդեն որպես ժողովրդավար երկիր, հա, մեզ համար անընդունելի է եւ ոչ ոք չի ասում հենց ինչու է փոփոխվելու այդ սահմանադրությունը, ում համար է փոփոխվելու եւ ինչ ազդեցություն է ունենալու ժողովրդի կյանքի վրա, որովհետեւ սա շատ հստակ եւ կարեւոր է, որովհետեւ սահմանադրության փոփոխությունը հստակ ազդելու է մեր կյանքի որակի վրա, բայց ես ինչպես ասացի, այս գործընթացը փակ դռների ետևում է իրականանում, որը որ անընդունելի է մեզ համար որպես ժողովրդավար երկիր։ Իսկ ընդհանրապես խոսվում է նախագահական, կիսանախագահական կառավարման համակարգի մասին, ինչ տեղեկություններ ունեք, ինչ ընդհանրապես իշխանությունները ոնց են մտածում, հնարավոր է անցնել կիսանախագահական կամ նախագահական այս նոր սահմանադրության փոփոխություններով։
Տեսեք, սա արդեն քաղաքական շահի հարց է, այսինքն այս պահի դրությամբ, հա, ներկայիս կառավարման մոդելը խորհրդարանական համակարգն է եւ խորհրդարանական համակարգի այս մոդելը շատ լավ աշխատում է, եթե կաշխատի, եթե գործեն, այսպես ասած, ինստիտուտները, խնդրի արդեն կառավարման ձևը չէ այստեղ, կարելի ասել, այստեղ արդեն քաղաքական պատասխանատվության բացակայությունն է։ Իսկ որ սահմանադրությունը դեռ չփոխվի, այսինքն մնա այսպես, չեք կարծում իշխանությունների հիմա գնալու է սահմանադրական փոփոխություններին, թե ուղղակի sense քննարկման մակարդակում դեռ մնալու է թեման ակտուալ։ Տեսեք, ես կարծում եմ, որ ի վերջո գնալու են սահմանադրական փոփոխությունների, այսինքն եթե քննարկումները կան, տեսեք, սահմանադրական փոփոխությունը հստակ իշխանությունների շահն է, այսինքն սահմանադրական փոփոխությունները իշխանությունները չեն ուզում ուղակի ժողովրդի կյանքի որակը բարելավել, հա, իրենք ուզում են ուղակի սահմանադրությունը հարմարեցնել իրենց շահերին, որպեսզի կարողանան, այսպես ասած, կառավարել։ Եվ այո, կարծում եմ վաղ թե ուշ իշխանությունները փորձելու են փոխել սահմանադրությունը։ Իսկ դուք ինչու եք անձամտեմ սահմանադրական փոփոխություններին, որոնք են այդ կոնկրետ խնդիրները, որ դուք տեսնում եք ու տենց մատնանշեք այդ հիմնական մի քանի խնդիր, որ սահմանադրությունը ձեր կարծիքով պետք է չփոխվի այս փուլում։ Տեսեք, նախ ես ասեմ, որովհետև գործող սահմանադրությունը լիովին ապահովում է ժողովրդավարության իշխանությունների ներողություն, իշխանությունների բաժանման սկզբունքը, այսինքն խնդիրը այստեղ ոչ թե գործող սահմանադրության մեջ է, այլ այդ գործող սահմանադրությունը կիրառելու մեջ է։ Հստակ կան օրենքներ, հստակ սահմանադրությունում մենք բազմաթիվ օրենքներ ունենք, որոնք որ եթե կիրառվեն, ինձ թվում է եւ արդարություն եւ իրավունքը այդ կերաշխավորվի, էլի արդարությունը ու սահմանադրությունը ինքը հիմնականում պաշտպանում է մարդու իրավունքները, մեր ներկայիս սահմանադրությունը եւ ինչ որ խնդիր ես այստեղ չեմ տեսնում փոփոխելու։ Այստեղ ես էլի եմ ասում իշխանությունների շահն է, ուրիշ ոչ մի խնդիր չկա մեր ներկայիս սահմանադրության մեջ, որ ես այսպես նայեմ ու ասեմ, հա, պետք է ինչ բանը փոփոխվի, հստակ ամեն ինչ գրված է, ամեն ինչ կարող է, այսպես ասեմ, բարելավել, հա, ժողովրդի օրինակ իրավունքները օրինակ պաշտպանել, եթե օրենքը կիրառվի, ուղղակի այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ սահմանադրությունը կա, բայց օրենքը չի կիրառվում։ Ինչ օրենքների մասին խոսք ասենք, ինչին է ականատես տեսել, որ օրենքը չի կիրառվել նման դեպքում, այսինքն։ Դե տեսեք, օրինակ շատ հստակ sense օրենքներ այս բայդությամբ կարող է չնշեմ, բայց շատ օրենքներ կան, որոնք օրինակ հենց դատարաններում էլ, հա, չեն կիրառվում։ Տարբեր կոնկրետ ես sense ասեմ, սահմանադրության մեծ մասը ինչը որ գրված է, օրենքները ինչը որ գրված է, չի կիրառվում ու այստեղ փոփոխում են, եթե օրինակ խնդիր լիներ փոփոխելու ինչ որ օրենսդրական, հա, կարելի է այդպես ասել, կարելի է փոփոխել ինչ որ օրենքներ, բայց հստակ սահմանադրություն փոփոխելը դա կարծում եմ խելամիտ քայլ չէ, որտեղ սահմանադրությունը ամեն դեպքում հանդիսանում է մեր պետության հիմքը։ Իսկ որպես իրավագետ ինչ կասեք քաղաքապահարների մասով մի քանի բան հոգեվորականության քաղաքապահարների այդ թեմայի մասով ձերի քոշնը որպես իրավական։ Տեսեք, այս պահի դրությամբ կոնկրետ մեր քաղաքապահարները բազմաթիվ են եւ օր-օրի կարելի ասել քաղաքապահարների թիվը ավելանում է, որը որ հստակ ժողովրդավարությանը դեմ է, այսինքն ժողովրդավար երկրում քաղաքապահարներ էնել այդ թվով, կարծում եմ արդեն հակասում է, հա, սա ժողովրդավարությանը։ Մարդիկ հալածվում են իրենց ազատ խոսքի, ազատ կարծիք արտահայտելու համար, որը որ անընդունելի է մեր երկրի պայմաններում, որտեղ մենք ժողովրդավար երկիր ենք։ Այստեղ էլի ենք տեսնում, որ օրենքները բազմաթիվ են, բայց չեն կիրառվում, այսինքն իշխանությունը կոնկրետ գործիք է սարքել դատական համակարգը եւ դատական համակարգը ոչ թե ծառայում է, հա, այսպես ասած ժողովրդին կամ ծառայում է կոնկրետ իշխանությանը, նույնն էլ հենց սահմանադրության պարագայում է։ Տեսեք, իշխանությունը ուզում է սահմանադրությունը իր համար գործիք սարքելով վերարտադրվել։ Ես այսպես եմ տեսնում, հա, սահմանադրության փոփոխությունը, որ ուղղակի սա սահմանադրության փոփոխություն չէ, սա վերարտադրություն է։